Եթե 120,000 արցախցի դիմեր ռուս խաղապահներին, որ մենք այլևս չենք ուզում մնալ, ուզում ենք դուրս գալ, մեզ պիտի մերժեին, ոչ, մեզ ուղեկցելու էին ու ճանապարհելու էին։ Դա մեր որոշումն է եղել, մենք չենք փախել, մենք չենք փախել սեպտեմբերի 19-ին, մենք չենք փախել սեպտեմբերի 20-ին, մենք չենք փախել, չի փախել մեր զինվորը, խոսում է զենքերից, այո, անթիվան համար զենքեր կան, դա էլ իդեպ են պատասխանը իրեն, որ նախկինները զենք չէին առնում։ Դա երևի իր առած, հա, այդ սուերն էին երևի, հա, այնտեղ մնացել։ Այո, սա նախ այդ դրա պատասխանը, որ այո, Արցախում այնքան զենք կար, որ կարող էր հնարավոր էր պաշտպանել Արցախը։ Ինքը ավելի վատ բաներ ասել, մենակ 120,000 բրիֆինգում ասեց, որ զենքերի մեծ մասը շուրջ 80% առանց մատը կպնելու է մնացել։ То есть զենքը չի կիրառվել։ Մի րոպե։ 120,000 մարդ, որից կռվելու ունակ են 20,000-ը երևի, ռազմական գործիչները ավելի լավ կասեն, որտեվ մեծ մասը դրանք կանայք, ծերեր, երեխաներ, հաշմանդամներ, այսինքն ինքը ոնց էր պատկերացնում, այն երեխաները կամ նոր ծննդաբերած մայրերը կամ մանկահասակ երեխաները պիտի գնային այդ զենքը բռնեին